Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը։ Օրերս պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ապավեն տերմինալ Փակbaşıնտիրական ընկերության մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին։ Հիշել առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից ու առարկաներից հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ քաշով հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թիթեղյա տարա։ Պետ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում պարզել են թե հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցը Հայաստանի Հանրապետության տարածքում ստացող անձի և թե այն անձի ինքնությունը, ում պետք է փոխանցվեր նշված թմրամիջոցը։ Երևան քաղաքի տարբեր հատվածներից ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ՀՄ և ԱԻՆ։ Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության։ Քաղաքացիները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ վերջիններս ձերբակալվել են։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից խուզարկություններ են իրականացվել նաև ձերբակալված անձանց բնակության վայրերում։ Արդյունքում հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող առարկաներ։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։